Չէ, չի ծառնա, բանա, կտմծում ամեջա։ Ուֆ, հեռապարկելով երբ են հանել ես գիպսը, մեջքս փոսանք է արդեն։ Ոչինչ, համբերի տղես, կոտրվածքը այդքան շուտ չի լավանում։ Ես երևի ինկերդ է։ Գալյանա։ Նա յարամ ջան։ Բարև Մորքուր ջան։ Բարև, բարի։ Ես ո՞ր է դնում։ Էս ինչ է։ Մետա առևտուր արեցիասի համով բաներ առնեմ, որ աղբերս ուտի ոտի կանգնի։ Վայ, այդ ղաջան անընդհատ նույն բանն ես անում, ինձ արդեն անհարմար վիճակի մեջ ես դնում։ Մորքուր ջան, վաղ մոտ, որ դատարկ ձեռով չեն գալ։ Լավ ես արի։ Դե լավ, ապրես, գնա մեզ, գնա։ Անցի։ Իա։ Աղբեր, ոնց ես։ Ոնց պտի, ես պարկաց։ Լավ չի։ Վազը տեսնով ոնց ես, գործիդ հարմարվել ես։ Դե հարմարվել եմ, հարմարվել է որն է, սովորական առաքիչի գործ է էլի, հարմարվել եմ, հա։ Ոչիչ աղբերս մի քիչ յոլատոր լավ կլինի, այն ինչ որ մտածել եմ, որ եղավ չէ, մատ լավ գործիք ես կտեղավորեմ։ Լսինգեր, մի հատ բան եմ քեզ ուզում ասեմ, այսինքն քո գործն է, կուզես խորհուրդս ընդունի, կուզես չէ։ Գիտես ինչ եմ մտածում։ Մտածում եմ, որ արժի որ դու գնաս, հորդ գտնես, այդ հանդիպես, քեզ պետք է, Հա ինչի չէ որ։ Լսի, այսքան տարի, քեզ բանի տեղ չի դրե, քեզանով չի հետաքրքրվե, հիմա կարող է գնաս մոտը, մերժվես, ու դու քեզ վատը զգաս, այսքանից հետո, ինքնասիրությունը դնես մի կողմ ու գնաս մոտը, բա քեզ պետք է։ Հա որ։ Լսի, ճիշտ եմ ասում, քեզ այդ պետք չի, որովհետև այսքան տարի քեզ բանի տեղ չի դրել։ Հիմա ինչ ինքնասիրությունդ կորցնես ու գնաս մոտը բան խնդրես, ինքն էլ մերժի ու իրան լավը զգա այդքանից հետո, քեզ պետք է էդի, որ ինձ լսես, չես գնա։ Իմ նման մի հատ գործ կգտնես, ու քո հալալ քրտինքով, քո գումարը կաշխատես ու կապրես։ Արամ ջան, ասածներիդ մեջ կա լոգիկա։ Կա։ Բայց դե իրա մասին մենակ լավ բաներ եմ լսում։ Որ այդ Սարուխանյանը բարեգործություններ անում, բա մարդկանց է օգնում, սենց էլի։ Բարեգործություն անում, մարդկանց է օգնում։ Այդ գիտես ինչի համար է անում, որ իրա մասին խոսան, անունը ստեղ-ընդեղ ասեն բարեգործ է։ Ինչ բարեգործ։ Այդ նույն բարեգործի մոտ կմտնես, կասես տղետ եմ, կասի ես տենց քո նման տղա չունեմ։ Ու կմերժվես, հետո կասես Արամը ճիշտ էր ասում։ Հետո գլխիդ կտաս։ Ախր ես էլ մտածում, եթե բարեգործություններ անում, ուրիշներին է օգնում, դե ես էլ իրա տղեն եմ իմ համար կանի ու կանի էլի, էդ էլ կա էլի։ Չգիտեմ, ամեն դեպքում որ խորը մտածես կտենաս, որ ես ճիշտ եմ ասում։ Ինձ թվում է, որ պետք չի որ գնաս մոտը։ Քեզ պետք չի էդ։ Այսքան տարի բանի տեղ չի դրել, ինչի տա պետք է։ Չգիտեմ ալեր։ Տեսնենք։ Մտածի այդ ուղղությամբ։ Մտածի ու կտենաս, որ ես ճիշտ եմ մտածում, ես քեզ ճիշտ եմ ասում։ Քեզ այդ պետք չի։ Ես քեզ համար համակարգչային մասնագետ եմ վարձել։ Նա քո հետ կպարապի, կսովորեցնի համակարգիչը։ Այնց դա սովորեցի, չէ՞։ Գործը Լավ, ես ոնց համոզեմ նորային, որ հոր հետ հանդիպելու գաղափարը մտքից հանի։ Ախ, մամա ջան, ես ինչի մեջ եմ ընկել։ Արա։ Հա։ Ինչ ես լսում։ Չէ, Չէ, ասում եմ, չէ, լսում ինչ էի ասում ես։ բան էի մտածում, ուրիշ բան էի մտածում։ Տղա ջան, ես կարող ես սիրահարվել ես, հա։ Չէ, հա, ինչ սիրահարվել, հիմա դրա ժամանակը չի։ Արա, սերը ժամանակ, բան չի արցնում տղա ջան։ Լավ, արի սենց անենք։ Արի գնանք մի տեղ նստենք, մի կլոր հաց ուտենք, մի թաս բան քնենք, ու հետո լավ զրուցենք։
Համաձայնես։ Վերջես։ Գնացի։ Գնանք։ Այ։ Արամ։ Դուրս շոկը չէ։ Լավ արևոտ եղանակա։ Ցեմ կարող է։ Ոչինչ բան չմնաց։ Այսա շուտով սրանց կազատվեմ ու լավ կլինի։ Բժիշկը ասում է շուտով գիպսդ կհանենք ու քո համար կֆրֆրաս։ Լսի, բժիշկը չի ասում երբ եք անելու։ Այդպես մի ամսից էլի։ Յամիս։ Ինչ է, այդ ինչի տենց մի տեսակ եղար։ Ուրախ չես։ Չէ, ուրախ եմ։ Ուղղակի մտածում եմ, որ մի ամիսն էլ ահագին ժամանակ է։ Աբա։ Դասի։ Գիտես ինչ եմ մտածել ու որոշել։ Որոշել եմ, որ գնում եմ հորս տեսնեմ, անպայման։ Ինչ։ Մտածում ես, որ պետքա կյանքդ փոխվի։ Հա? Լսի, ես չեմ հասկանում քեզ, գիտես։ Ինչ ես կպել հերես։ Ինչ արել այդ հերը քո համար։ Նոր ես իմացել, որ հեր ունես։ Ինքը քո գոյության մասին ընդհանրապես երևի չգիտի։ Հերես։ Ակոնն ես ասում։ Արամ զարմանալի տղա ես։ Այդ դու չէիր, որ այն ժամանակ ասում էիր, հա, բա ինչ գնա, տես ինչա լինում, կարողա լավ լինի, երկուսիս համար էլ լավ կլինի մի գործի կդասավորվենք։ Հիմա էլ հակառակն ես ասում չեմ հասկանում։ Հա, ասել եմ։ Բայց հետո գնացի տուն։ Մտածեցի, երկար մտածեցի, հասկացա, որ ինքնասիրությունը ավելի կարևոր բան է։ Ինքնասիրությունը գետնով չպետք է տաս։ Գնամ հորս տենամ։ Ոտը ձեռը տեղնա, կեթաս կաշխատես էլի։ Չգիտեմ, Չէ, ոնց գցում բոլորն են պետք է գնամ տեսնեմ։ Չէ, հաստատ եմ, որ 100% գնալու եմ ապեր, ինչ ուզում ա լինի։ Հերս սա, արում է ջուր չի դառնում, էլի Արամ ջան։ Լավ, ես գործեր ունեմ, պետքա գնամ։ Հետո էլի կերևամ։ Դե լավ, ապեր ինչ ասեմ, եթե գործեր ունես գնա։ Դե գնացի։ Երևա մենակ մի թող թախտապիթի պես մնացել եմ, սենց շուշուտ է երևա։ Հետաքրքիր տղա եղա։ Լավ էլ կգնա։ Դե արի սրանից գլուխ անի։ Սա խառնվել է իրար։ Հիմա ինչ պիտի անում չգիտեմ։ Ստեղ գործերիդ գլուխ չեմ հանում։ Այն նորիկին ընդեղ չեմ կարող համոզեմ, որ Սարոխանյանի հետ հանկարծ չհանդիպի։ Ինչ արնելու չգիտեմ։ Բայց որ նորոն հանդիպեց Սարոխանյանին, իմ համար շատ վատ է լինելու։ Շատ։ Բարելույս տղես։ Հա, ոնց ես, ինչ կա։ Դե լավ եմ էլի, նորմալ, բայց ես գործերից գլուխ չեմ հանում։ Դե ոչինչ տղա ջան, գլուխ անել ժամանակ հարկավոր։ Ես հիմա քեզ միպիսի բան եմ ասելու, որ տրամադրությունը 130%-ով բարձրանալու է։ Գոհ ես։ Ասա տեսնեմ մեքենա վարել գիտես։ Մեքենա։ Ինչի համար ես հարցնում։ Այ որ պատուհանից դուրս նայես կհասկանաս։ Հա, գլխի չկար ինչ եմ ասում։ Այն մեքենան տեսնում ես, այն։ Որը, էն։ Այն ցեն։ Հա, տեսնում եմ։ Ոնց հավանում ես։
Մենք շքեղ մեքենայի շքեղությունով չի հավանի։ Տղա ջան, ուրեմն այսպես։ Այդ շքեղությունը քոնն է։ Իբա։ Հա, քոնն է։ Ոնց։ Ինչ տես։ Այդ մեքենա ես քեզ եմ նվիրում։ Բարով վայելես, տղա ջան։ Հավատս չի գալիս։ Գավատս։ Այս էլ բանալիները։ Տեսրու։ Տեսրու, բարով այլես։ Դե այ մագենան ներքև նստանք այդ մեքենան, դու նստի հեկին։ Խոտ դուր, այն ժամանակ հաստատ գավատաս։ Առաջենքի։ Առաջենքի։ Գնացինք, գնացինք տղա ջան, գնացինք։ Ալո։ Ալո, Տիկին Լիդա, ես եմ, Արամն է։ Այս ընկերս քիչ չի պատասխանում։ Բարև Արամ ջան, ընկերը տնից դուրս է եկել, հեռախոսնել տանն է մոռացել։ Ոնց տնից դուրս է եկել։ Հա, արդեն 3 օր է քայլում է, ինքն իրան շատ լավ է զգում։ Ճիշտն ասած, տանը նեղվում էր, ասես գնամ դուրս մի քիչ մաքուր օդ շնչեմ։ Արդեն քայլում, հա։ Հա Արամ ջան, բա դու ոնց ես, ինչի էլ մեզ էլ հյուր չես գալիս։ Տիկին Լիդա, այս քանի օրը մի քիչ զբաղված եմ եղել։ Դրա համար չեմ հասցրել գամ։ Լավ, ես էլի կզանգեմ։ Հաջողություն։ Այ քեզ պատմություն։ Բա հիմա ինչ եմ անելու։ Հա։ Ասալինը։ Ով։ Կարևոր գործով։ Ինչ է ուզում։ Լավ ասա դու ներս գա։ Մտեք, մտեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գործավարույս ասաց, որ շատ կարևոր գործ ունի։ Ասեք, լսում եմ։ Ես եկել եմ։ Տղա ջան, խոսի, լսում եմ, խոսի, արագ, ես ժամանակ չունեմ։ Խոսի։ Ես եկել եմ, որ ձեր հետ ծանոթանամ։ Ծանոթանաց։ Տղա ջան, ես ամեն պատահական մարդու հետ չեմ ծանոթանում, ասելիքդ ասա։ Բայց ես անապատական մարդ չեմ, է։ Ես ձեր որդին եմ։ Ինչ։ Հա, ես ձեր ու Լիդայի որդին եմ։ Տղա ջան, դու ինձ ծեր ես անում։ Քեզ ով է իրավունք տվել։ Մտել ես տեղը հիմար կատակներ անել։ Բայց ես ձեզ ձեռք չեմ առնում, ոչ էլ կատակ եմ անում, ես լուրջ եմ ասում։ Ախր դու ոնց կարող ես լուրջ ասել, լուրջ խոսել։ Բայց ինչ ես մերես գոռում, է։ Լավ եմ անում։ Որովհետև ես ընդհանրապես մի տղա ունեմ։ Կարելի է։ Արի Արամ ջան։ Այս էլ իմ տղեն։ Արա։ Դու ստեղ ինչ ես անում։ Ես։ Ոնց թե ինչ եմ անում։ Ես տեղ աշխատում եմ։ Ես սպասի Արամ ջան։ Տղես, դու ինձ կբացատրես ով այս մարդը, այս երիտասարդն ով է։ Տղես։ Այտենց լավ չեմ ճանաչում, բայց ճանաչում եմ։ Ոնց է լավ չես ճանաչում։ Ոնց Արամ։ Ես ինչ ես խոսում։ Հա, այտենց չի։ Հələ սպասի, մի րոպե Արամ։ Այդ ոնց է ստացվում, որ իմ հերը կամ էլ քո հերն է։ Ոնց քո հերը։ Այս մարդը միշտ իմ հերն է եղել։ Արամ ոնց կարա տենց բան լինի, է, ախր ես շատ լավ հիշում եմ, դու ինձ պատմել ես, որ դու փոքր ես եղել, որ մայրդ մահացել է։ Դու հորդ մասին ոչ մի բան չգիտես, ոչ լսել ես, ոչ բան։ Այդ ոնց եղավ, որ քո հերն է։ Ես ես հաստատ բան եմ ասում, ձեր տղան ես եմ։ Ու այ ինքը շատ լավ գիտի, որ ես ճիշտ եմ ասում։ Ես ինչ թատրոն ես նխաղում։ Արա, դու ինձ կարաս բացատրես, ստեղ ինչ է կատարվում, ով այս երիտասարդը։ Ես ձեզ ասում եմ ձեր տղեն եմ, դուք ասում եք ով է այս երիտասարդը։
Ես ձեր ու Լիդայի տղեն եմ։ Տղա ջան, ես բան չի կարա լինի։ Ոչ չի կարա լինի, որ կա։ Լիդան ընդամենը մի տղա ունի, ուտել այս։ Ես ճիշտ ասում, ես եմ իր տղեն, ուրիշ տղա չի կարա լինի։ Մի րոպե։ Ես ոնց որ ձեր գլխի եմ ընկնում, ստեղ ինչ ա կատարվում։ Ուրեմն դու օգտվելով ստեղծված իրավիճակից այդ իրավիճակը օգտագործել ես քո օգտին։ Ու եկել ես այս մարդու մոտ ներկայացել ես որպես որդի։ Հենց այդպես էլ կա։ Ես ասում ինչ ես ինձ համոզում, որ ես չկամ հորս այդ ծանոթանամ։ Ուրեմն ձեր միակ տղեն ես եմ։ Ու ես կարամ իմ ասածները հատ-հատ ապացուցել։ Իա, այդ ինչ պետք է ապացուցես, որ Առաջինը այն, որ դու լավ ընկեր չես։ Եվ երկրորդը, որ դու ես մարդուն խաբել ես։ Պապա ջան, քո տղեն ես եմ։ Այս մարդը քեզ խաբել է։ Ես կարամ ապացուցեմ իմ լրիվ ասածները հատ-հատ։ Ու այս տղեն լավ գիտի, որ ես եմ քո տղեն։ Ես կարամ մի բան էլ առաջարկեմ։ Կարանք երեքով գնանք ԴՆԹ-ի տեստ անցնենք։ Երկար վեճից հետո Էդուարդը հայտնվում է անելանելի դրության մեջ։ Արամը ամեն կերպ փորձում է դիրքերը չզիջել, իսկ ընկերոջ արարքից հիասթափված Նորիկին մասամբ հաջողվում է ապացուցել ճշմարտությունը։ Էդուարդը ցանկանալով վերջ դնել ստեղծված ծիծաղելի եւ տհաճ իրավիճակին, ընդունում է Նորիկի առաջարկն ու համաձայնվում կենսաբանական կապը պարզելու նպատակով համապատասխան հետազոտություն անցնել։ Արամը, որքան էլ գիտակցում է իր հետագա կարգավիճակը, այնուամենայնիվ փորձում է մի քիչ էլ վայելել Էդուարդի հովանավորչությունը եւ պատրաստակամ համաձայնվում անցնել պահանջվող հետազոտությունը։ Որովհետև իմ մորանումն է Լիդա։ լսի, հորս էլ մորս էլ քեզանով ես անում։ Չհասկացա։ Արա դու իմ տունն ես եղել, տեսել ես որ Լիդան իմ վերջ։ Ես համաձայն եմ։ Գնանք պապ ջան։ Գնանք, պապ ջան։ Հետաքրքիր է ինչի վրա է հույսը դրել։ Մի հատ էլ եկել է ու իրանից գող կանգնել։ Աչքիսի լուրջ է ներշնչել, որ ինքը Սարոխանյանի տղեն է։ Ոչինչ, հեսա ԴՆԹ-ի պատասխանը կտամ նոր դու քո հացը կուտես։ Ես էլ չեմ հասկանում ինչ եմ ստեղանում։ Համ ես ամբողջ շիլաշփոթը ստեղծեցի, համ 100% վստահ եմ, որ ես այդ մարդու հետ ոչ մի կապ չունեմ, համ էլ ինձնից գոհ եկել եմ, ու ինչ-որ արդյունքների եմ սպասում։ Թե հույսս ինչի վրա եմ դրել, ես էլ չգիտեմ։ Չէ, ավելի լավ է, քանի շուտ է ես գնամ ստեղից։ Անալիզների պատասխանը տվեցին։ Հա, տվեցին։ Ու ինչ։ Հիմա համոզվեցիր, որ ես ճիշտ էի ասում, որ ես եմ քո տղեն, որ ես քեզ չէի խաբում։ Հա։ Լավ, Արամն ուր է, քիչ առաջ էստեղ էր։ Արամը գիտեր գլխի գալիքը, դրա համար էլ ծլկեց։ Զանգի թող հետ գն։ Արամին զանգումը ինչ անեմ, ես հետո իր հարցերը կլուծեմ։ Դու հանգիստ պապ ջան։ Նորիկ որ ասում զանգի, ուրեմն զանգի էլի։ Պապ ջան։ Ափսոս հորս խոսքից չեմ կարող թռնել։ Բայց հեռու կրնի, ես հիմա չեմ կարա զանգել։ Զանգի թող։
Արամ ջան, դու այստեղ էր, ինչ էի գնացել։ Ես չասեցի, որ երկուսով այստեղ սպասեք ինձ։ Լավ, մի խոսքով։ Ես դնթի պատասխաններն են։ Պարզվում է, որ երկուստ էլ իմ որդիներն եք։ Ոնց։ Տղեր ջան, չայլ եմ եղել։ Ինչ անեմ սենց աստասում է, ձեր ցավը տանը։ Հաստորեն ստացվում է, որ դուք միաժամանակ համ իմ մոր հետ, համ Նորիկի մոր հետ սիրային կապի մեջ եք եղել։ Հա, տղա ջան, միակաս ինչ թաքցել եմ։ Լավ, սենց անենք։ Եկեք այստեղից գնանք, միտեղ նստենք, ես ձեզ ամեն ինչ կպատմեմ։ Հետո դուք էլ եւս մեկ անգամ քիշեցնեք ձեր մամաների անունները, կլինի չէ՞ տղեր ջան։ Ես Լիդայի տղեն եմ։ Հա, Նուրի ջան։ Դու Արամ ջան։ Ես Սեդայի տղեն եմ։ Սեդայ։ Ոյ ես ձեր ցավը տանեմ։ Գնացիք տղեր ջան։ Գնացիք։ Քսիկա, այ, քսիկ, դերք, բան ջան, դերք։ Ես ցավը տանեմ,